Հայկ Սարգսյանը իր 3 միլիոն դրամ պարգևավճար ազգային ժողովի պատգամավոր, որի մասին ասացին նաև, որ չի լինելու քաղաքացիական պայմանագրի ցուցակում հաջորդ տարվա ընտրություններում, եթե լուրը ճիշտ էր, եւ հիշում եք, բոլոր պատգամավորները որոշել էին, որ իրենք Էլտուսուս լավ են աշխատել, շշմելու լավ են աշխատել, մարդը 3 միլիոն դրամ պարգևավճար է ստացել, սա խայտառակ որոշում է, ամոթալի որոշում է, այն սոցիալական դրության համադրությամբ, ինչ ունենք մենք Հայաստանի Հանրապետությունում։ Մյուս կողմից էլ ավելի ամոթալի է, երբ բոլորը համահավասար են ստացել։ Այնտեղ մի 3 հոգի կա, որոնց ես բոլորովին դեմ չեմ, որ 3 միլիոն էլ ստանան, 4 էլ ստանան, անունները չտամ, հանգարց չանեն իրենց ԿՊ-ի ցուցակից էլ այդ մարդկանց ափսոս են, հա, բայց այնտեղ մոտարապես մի 80 հոգի կա, որոնք պարգևավճար որն է ստացած ռոջիկներն էլ պիտի ետ տնեն այդ մարդիկ։ Հա, նամուս ունենան, պիտի փողը ետ տնեն, ասեն ախպեր, մենք ուր պարգևավճար, падգամավորի գործը ուր, հա, շատ կոպիտ սխալ ենք արել, որ դարձել ենք падգամավոր, թե հիպոթեկ ենք գրվել, բան ուզում ենք գործերության լավ թոշակ ստանալ բարձր ռոջիկներով, ստացած ռոջիկներս մի ետ ենք, մենք արժանի չենք պարգևավճարի։ Բայց ուրա նման իմաստնություն, հա, ինչ եք բոլորին համահավասար պարգևատրել։ Սրա բացատրությունը չկա։ Այս ազգի հերոսները, այս առասպելական գումար ֆանտաստիկա է ժողովուրդ։ $7,500 շաբաշ են ստացել, $8,000, այդ ինչ եք արել, ընկերներ, այդ որ մի նվաճման համար։ Վերջը, Հայկ Սարգսյանը իր 3 միլիոն դրամ պարգևավճարը նվիրաբերել է կարիքավոր ընտանիքներին։ Լավ է արել իհարկե, սա նաև բան է, քաղաքական բողոք է պարգևատրման որոշման դեմ։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ ինքն է որոշել, падգամավորը մարդ չէ, արդյոք իհարկե մարդ է, այ քեզ բան։ Ում եք ինչ հարցնում։ Հայկ Սարգսյանը այսպեսով որոշել է ընդվզել։ Քանի հոգի կմիանա, կարող ենք գրազ գալ, էլի հիմա։ Կարող է պատահի օրինակ խորհրդարանական ընդդիմության падգամավորները, որոնց ձեռը քարի տակ չէ բոլորովին, Քոչարյանի պես հովանավոր ունեն, Սերժիկ Սարգսյան, բաներ կան, որոնք կարող են ասել ախպեր բերեք այս քայլը կատարենք, էլի, Հայկ Սարգսյանին երկրորդենք, երրորդենք, չորրորդենք, մենք էլ նման մի բան անենք, բայց անող լինեին կանեին, էլի։ Իրենք էլ են մարդ, իրենք էլ հիպոթեկներ ունեն, իղձեր, երազանքներ, բալի կղզի եւ օթոմեքենա, հա, մեր հաշվին, ժողովուրդ ջան, ձեր բոլորի հաշվին, այս մարդիկ որոշել են ինքնապարգևատրվել, հա, շատ ամոթալի պատմություն է սա։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։